Աստծո խոսքի մեջ գրված է. արյուն թափելու չափ չհակառակվեցիք մեղքին։ Այո, մենք պետք է արյուն թափելու չափ մեղքին հակառակվենք։ Արյուն թափելու չափ, որ բառացի խոսքը պատկերացնենք, լավ է մեռնենք, քան թե մեղք գործենք։ Այս բառը հենց սենց էլ նշանակում է։ Երբեք չպետք է հանձնվենք, երբեք չպետք է դառնանք մեղքին գերի։ Հավատացեք, Աստված յուրաքանչյուրիս ուժ ու կարողություն տվել է մեղքին դիմակայելու։ Յուրաքանչյուրիս չկա մեկը, որ եկել է Աստծուն, Աստված նրան այդ ուժով կամ այդ զորությամբ չի օժտել մեղքին դիմակայելու։ Չկա այդպիսի մեկը։ Չի կարա մեկը ասի, այ սա լավ հոգևոր է, դրա համար մեղքին դիմակայում է։ Ես հələ այդքան չեմ աճը, որ մեղքին դիմակայեմ։ Ամեն մեկիս մեր հոգևոր աճի, մեր հոգևոր փորձառության հետ մեզ հանդիպող, մեզ գայթակղող մեղքերին ուժ է տրված Աստծո կողմից։ Ամեն։ Այդ երբեմն մենք ենք ծույլ գտնվում, որ չենք ուզում հակառակվենք, թուլանում ենք, կամ մեկ-մեկ էլ իրավիճակները այնպես ենք ներկայացնում, որ դե Կարեն եղբայր, գիտես, այնպես եղավ, ոչ մեկ հետ այդ բանը երևի չի պատահել, իմը ուրիշ էր, իմ հետ ունենց իրավիճակ եղավ, չեք պատկերացնի, ասենց լիքը բաներ կա, բայց հավատացեք, առանձնահատուկ դեպքեր չկա, յուրահատուկ ոչ մի բան էլ չկա, բոլորիս կյանքում էլ այդ բաները կարա պատահի, ինչ ինձ հետ պատահելա, կարա, չգիտեմ, Կարենի հետ պատահի, Գրիգորի հետ, մյուսի հետ, բայց դա, երբ որ մենք պարտվում ենք, երբ որ մենք չենք ուզում դիմակայել, շատ ժամանակ դա մեր ծուլությունն է, կամ մենք ճիշտ չենք գործածում Աստծո խոսքը, մենք պետք է բավականաչափ ուսումնասիրենք ու սերտենք Աստծո խոսքը, որովհետև այդ ուժը, այդ միջոցը մեզ Աստված տվել է, գիտեք որն է այդ ուժը, գիտեք որն է այն ուժը, որը որ կարող է որ մենք դեմ դնենք սատանան մեզանից կփախնի, որն Քրիստոսին հնազանդվել է։ Սրանից մեծ բան չկա հոգևորի կյանքում։ Աստծո խոսքը լսել ու կատարելը։ Սա է մեզ հաղթություն տալիս սատանայի ու մեղքի դեմ։ Չէ՞ որ փորձություններին էլ Քրիստոսը ոնց հաղթեց սատանային փորձությունների ժամանակ, հիշում եք այդտեղ որ 40 օր ծոմից հետո եկավ Սատանան չգիտեր ով է Քրիստոսը, կամ Քրիստոսը դու գիտես, ես միշտ մտածել եմ, լավ ոնց սատանան իմանալով, որ Քրիստոսը Աստծո որդին է, համարձակվեց եկավ Քրիստոսին փորձելու։ Այդ փորձությունները մեր հետ են պատահում, բայց Քրիստոս ոչ ասեց դու ես մի այնպիսի մեկն եմ, որ Աստծո խոսքով դեմ դրեց։ Աստծո խոսքով սատանան մեզ ուզում է միշտ Եվային էլ այդպես խաբեց, Աստծո խոսքի հանդեպ կասկած առաջացնել, բայց մենք պետք է Աստծո խոսքով դրել։ Քրիստոսին հնազանդվելը դա մեծագույն հաղթանակն է այս երկրի վրա։ Դրանից ավելի մեծ հաղթանակ չկա է այս երկրի վրա։ Իսրայելի ժողովուրդն երբ որ դուրս էր եկել Եգիպտոսից եւ գնում էր Քանանի երկիրը, մի ճանապարհ էր, որ եթե ուսումնասիրել եք Աստվածաշունչը, պատկերացում կազմեք։ Ոտքով գնալու 40 օրվա ճանապարհ էր։ Բայց այդ ճանապարհը ու օրենքի ամեն ինչի տալուց հետո անցան 38 տարում, 40 տարում, 40 օրվա ճանապարհը 40 տարում անցան, դա դեռ ամենասարսափելին չէր, որ 40 տարում անցան 40 օրվա ճանապարհը, ամենավատը նա էր, որ 20 տարեկանից բարձր եղողները, ովքեր որ Եգիպտոսից դուրս են եկել, այդպես էլ չմտան Քանանի երկիր, բացի 2 հոգուց, պատճառն ինչն էր, պատճառը նա էր, որ այդ սահմանը այնքան անցան նրանք, որ իրանք հստակ ունեին գծված այդ սահմանները, իրանք Աստված իրանց օրենք տվեց, իրանց տվեց այդ զանազանելու տարբերությունը, Աստված իրանց առաջ ընտրություն դրեց, որ եթե ընտրեք խոսք, ընտրեք հնազանդությունը, կապրեք, բայց եթե չընտրեք սա, այսինքն իմ խոսքերը լսեք ու չկատարեք, ձեզ այս բաներն է սպասվելու, ու նրանք այդ սերունդը, չգիտեմ քանի միլիոն մարդ, այդ 40 տարվա մեջ անապատում այդպես էլ մահացան ու ոչնչացան Եվ շատ-շատերը գերեզման էլ չունեցան, որովհետև այդ դրա մասին գրված Աստծո խոսքի մեջ ասում է Տերը իր բարկության մեջ որոշեց, որ նրանք չպետք է մտնեն իր հանգիստը, որովհետև այնքան էին խաղ արել մեղքի հետ, այնքան էին այդ սահմանը անցել ու փորձել դառնալու, որ Աստված էլ թույլ չտվեց, ուղղակի զզվել էր այդ մարդկանցից։ Աստված չանի, որ մեզ հետ նման բան կատարվի։ Ես չեմ ցանկանում ոչ մի Աստծուն ճանաչող մարդու հոգևորի կյանքում, որ այսպիսի բան լինի։ Աստված էլ թույլ չտա, հնարավորություն չտա ապաշխարության։ Այսօր մենք ամեն մեկս մեր կյանքում հստակ պետք է գծենք այդ սահմանը։ Ու ըստ Աստծո խոսքի պետք է գծենք։
Դա այնպես չի, որ մեկը այսպես գծի, մեկը ասի իմը մի քիչ կարելի է մի մետր այն կողմ գծել։ Չկա այդպիսի բան։ Էս է մեր սահմանը, Աստծո խոսքն է գծում այդ սահմանը։ Այն մի անգամ մեր հարևանի հետ այդտեղ զրուցելու առիթ եղավ, երբ որ խոսում էի ճիշտ ու սխալից, ասում եմ ես ճիշտ եմ ապրում։ Գիտեք, յուրաքանչյուր մարդուն փողոցում հարցրեք, ոչ մի չի ասի, այ չէ, ես սխալ եմ ապրում։ Բոլորն ասում են ես ճիշտ եմ ապրում։ Ասի, գիտես ինչ կա, այդ ճիշտը մեր ճիշտով չի, մեր աչքերով չի։ Ճիշտը Աստծո խոսքով է։ Ճիշտը դա Աստծո խոսքն է։ Այսինքն եթե Աստծո խոսքից դուրս է մի բան, դա ճիշտ չի, ինչքան էլ մենք մեր համար դա ընդունենք, թե դա ճիշտ է։ Դրա համար այդ սահմանը, որ պետք է գծած լինի, Աստծո խոսքն է։ Փառք Տիրոջը դրա համար։ Ես ուզում եմ մի պատմություն ներկայացնեմ Աստվածաշնչից, դա Դանիելի մարգարեությունն է։ Դա մի հրաշալի օրինակ է, կարծում շատերս շատ բան ունենք քաղելու, շատ դաս ունենք քաղելու դրանից, ամբողջ առաջի գլուխը դրա մասին է, բայց փորձեմ որպեսզի երկար չկարդամ, մի փոքր ներկայացնեմ 1-ից մինչև 7 խոսքերը, կարաք հետո տանը կարդաք, ուղղակի մի քիչ երկար է, չեմ ուզում երկար տենց կարդամ։ Սա մի պատմություն է, որ Հուդայի թագավոր Հովակիմի օրոք այդպես գրած է, Բաբելոնի թագավորը եկավ Հուդայի վրա եւ պաշարեց եւ Երուսաղեմից գերիներ տարավ Բաբելոն։ Եվ նրանց մեջ էր Դանիելը։ Եվ երբ որ տարավ այնտեղ, Բաբելոնի թագավորը որոշեց, որ ովքեր որ իշխանական սերունդից էին, թագավորական սերունդից եւ գեղեցկադեմ, ոչ մի արատ չունեին դեմքի վրա, մարմնի վրա, որոշեց, որ նրանց սովորացնի, հրամայեց, ոչ թե որոշեց, որոշել էր արդեն հրամայեց, որ նրանց սովորացնի ասորիների լեզուն, քաղդերեն, այդպես է կոչվում Աստվածաշնչի մեջ նրանց լեզուն, եւ նրանց սովորեցնեն այդ իմաստություն, որոշ բաներ, որ նրանք պետք գան պալատում, արքունիքում ծառայելու համար։ Թեկուզ եւ գերի էին, թեկուզ եւ օտարազգի, բայց այդպես էր որոշել թագավորը։ Եվ Դանիելն էր նրանց մեջ, ու նրա 3 ընկերները՝ Սեդրակը, Միսակը եւ Աբեդնյակովը։ Եվ 8-րդ խոսքից ուղղակի ուզում կարդամ։ Հա, մինչև այդ ասեմ, որ նաև այդ ամեն օրվա ռոճիկ էր նշանակել նաև կերակուր, որ այդ կերակուրից բնական է, գերիեն իրանք այնտեղ չէին աշխատում, պետքա Ասորստանի այդ թագավորից, արքունիքից կերակրեին նրանց։ 8-րդ խոսքում ասում է, Դանիելը որոշեց, որ թագավորի ազնիվ կերակուրով եւ նրա խմած գինիով չպղծվի։ Ուստի ներքնապետից թույլատվություն խնդրեց, որ ինքը նրանցով չպղծվի։ Աստված էլ ներքնապետի առջև շնորհք եւ գթություն գտնել տվեց Դանիելին։ Մնացած այդո կկարդամ։ Տեսեք, ասում է Դանիելը որոշեց, որ այդ կերակուրներով ինքը իրան չպղծի։ Ու հետաքրքիր է, որ գրածը թագավորի ազնիվ կերակուրներով։ Այնպես չի, որ չգիտեմ ինչ էին տալիս, որ ուտի իրան չպղծի։ Այնպիսի բան, որ թագավորին էր վայել Ասորեստանի, բայց Դանիելը որոշեց չուտի, որովհետև օրինակ Ղևտացների մեջ գրած է, այնտեղ 11-րդ գլխում մի քանի բաներ կա գրած, որ Իսրայելի ժողովրդին հստակ պատվեր կար, ինչ ուտեն, ինչ չուտեն։ Ու հավանաբար ստեղ այնպես բաներ էին տալիս, որ Աստծո պատվերից դուրս էր։ Դրա համար որոշեց, որ ինքը իրան չպղծի։ Ու հետաքրքիր է Դանիելի մասին, որ կարդում ենք այս հատվածներում, Դանիելը պատանի է եղել, 18 տարեկան դեռ չի եղել։ Բայց պատկերացնում եք Դանիելի աստվածաճանաչողությունը, խոսքի իմացությունը ու հաստատակամությունը, որ որոշեց ինքը իրան չպղծի այդ կերակուրներով։ Հետաքրքիր է, դրա համար էլ հավատում եմ Աստված շնորհ գտնել տվեց այդ Ասորի ներքնապետի մոտ, որ ներքնապետի մոտ շնորհ գտավ, այդպես է գրած։ Հետո ազնիվ բառը, որ գրած է, ստեղ ես դրա վրա եմ ուշադրություն դարձրել։ Դա նրանց թագավորի, նրանց ժողովրդի համար ազնիվ բան էր, բայց Դանիելի համար չէ, որովհետև Դանիելն ուներ պատվեր Աստծուց։ Հիմա չկա մեր կյանքում կամ մեր շրջապատում այդպիսի բաներ, որը որ աշխարհի կողմից ընդունված է, նույնիսկ գովելի է, նույնիսկ համարվում է, չգիտեմ, վեր արարքներ, բայց Աստծո աչքին դա պիղծ է։ Այնքան բան կա ժողովուրդ։ Ու այսօր մենք առնչվում ենք դրա հետ։ Առնչվում ենք ամեն օր մեր շրջապատում այդպիսի բաներ է կատարվում, մանավանդ մեր ազգի մեջ, որ հեթանոսությունից եկած ու այնքան բաներ կա, որ անում են, որ այն հոգևոր աչքերով էլ, մարմնավոր աչքերով էլ նայում ես, մեկը տեսնում ես, որ պղծություն կա դրա մեջ։
Այսօր մենք պետք է մենք կարողանանք հեռու պահենք մեզ նման բաներից, որովհետև այդ հենց Աստծո խոսքի նշանակում է անմաքուր բաների հետ հաղորդը լինի։ Մենք պետք է կարողանանք մեր համար գծել այդ սահմանները։ Երբեք չմտածենք դրա մասին, թե դա նորմալ բան է, ժողովուրդը անում են, մենք էլ կարող ենք անել։ Բաներ կա անգամ մարդկային տեսանկյունից նայենք, ոչ հոգևոր, որ հիմա արվում է, ասենք մի 300 տարի առաջ, նույնիսկ 100 տարի առաջ, այս բաները, որ հիմա արվում է, այն ժամանակ ամոթ էր համարվում։ Որ խորը մտածենք, լիքը այդպիսի բաներ կա, որ այսօր ինչ-որ բաներ անում են ժողովուրդը, այն բացարձակ, երևացող, բայց այն ժամանակ դա ամոթալի բաներ էր։ Նու, հասարակ բան, ասենք ես գործի բերումով տարիներ առաջ շատ եմ եղել Մոսկվայում, կամ հիմա ստեղ էլ ատենց։ Ասենք աղջիկները խմբով հավաքված ծխում են։ Պետք է որ 100 էլ չէ, մի 50-60 տարի առաջ դուրս այդպիսի բան տնեն կարող քարկոծեին։ Բայց հիմա նորմալ բան է համարվում։ Եվ դա ինչի՞ց է։ Դա նրանից է, որ այս չար ժամանակներն ա եկել ու այդ ժամանակների ընթացքում մարդկանց փոխզիջումը մեղքի հետ։ Այդ դա դրանից է, որ մարդը մեղքի հետ փոխզիջման է գնում։ Մի հոգևոր երգ ունենք, Խաչիկ Չոբանյանն էր երգում, երգի բառը լրիվ չեմ հիշում, բայց այդ բանը ասես միշտ մնացել է մտքիս մեջ, ասում է ինչը առաջ ամոթ էր, հիմա դարձել է մոդա։ Հոգևոր երգ է, ու այդպես կա։ Բայց ամենավտանգավորն այն է, որ փոխզիջումները կատարվում են հոգևոր մարդկանց կողմից։ Դա փորձում է ներս մտնել եկեղեցի։ Այդ դա վտանգավոր է արդեն։ Աշխարհի մասին գրած է, որ չար ժամանակներ պիտի գան, Տիմոթեոսի թղթում էլ է գրած, կարանք բացան կարդան վերջի ժամանակներն ինչ է գրած, չեմ ուզում ուղղակի կարդամ։ Բայց հոգևորը պետք է զերծ մնա, իրան հեռու պահի նման բաներից։ Հոգևորը երբեք չպետք է ժամանակի մեղքերի հետ փոխզիջման գնա։ Մեղքը մեղք էր 2000 տարի առաջ էլ, մեղքը մեղք էր հիմա էլ։ Այդ կապ չունի, որ հիմա մոդա է դարձել։ Դա մեղք է։ Այդ 4 տարին ուղղակի բառերը մի քիչ փոխել են, չնայած դեմի տառը նույնն է մնաց։ Ես չեմ ուզում քննադատեմ, ուղղակի երևույթ ավելի պատկերավոր լինելու համար ավելի հասանելի, ուզում օրինակ բերեմ մեր առաքելական եկեղեցու։ Չեմ քննադատում, ժողովուրդ։ Ինչը կարծում եք մեր առաքելական եկեղեցին միշտ այս վիճակում եղել։ Ոչ։ Մենք լուրջ հոգևորներ ենք ունեցել առաքելական եկեղեցում։ Մեսրոպ Մաշտոցը, Գրիգոր Նարեկացին, այնքան լուրջ հոգևոր հայրեր ենք ունեցել, անունները չեմ էլ փորձել մանգալ գտնել, բայց գիտեմ, լիքը հոգևոր հայրեր ենք ունեցել, որը որ մեր հավատքը, մեր մշակույթը պահե հասցրել են մինչև հիմա։ Բայց ի՞նչն է եղել պատճառը, որտեղ ժամանակին մեղքի հետ սկսել են փոխզիջման գնալ։ Լավ, այս ինչ բանն էլ թույլ տանք, այս ինչ բանն էլ թող մտնի եկեղեցի, ու կամաց ինչ հեթանոսական պիղծ տոն ու կռապաշտություն կա, այսօր դարձել է սովորական բան, եկեղեցու արարողակարգ, ու ժողովուրդը այդպես էլ մոլորության մեջ է։ Դա պատճառն ինչն է, մեղքի հետ փոխզիջման գնալը։ Թող երբեք մեր կյանքում թույլ չտանք այդպիսի բան։ Մենք ունենք հստակ գծած սահման, այս է սահմանը։ Սահմանը երբեք չփորձենք անցնենք։ Սահմանը անցնելուց վերջում կասեմ մի փոքր։ Բաներ կա, մերը չի։ Ինչքան էլ ընդունելի լինի, մերը չի, դա խորհուրդ է մեր համար։ Մերը չի։ Ինչքան էլ փորձեն պատմեն, ինչ որ ասեն, էսի նորմալ է, մենք չպետք է ընդունենք դա։ Որովհետև Աստված պատվեր է տվել հստակ, ու այդ պատվերը ժամանակի հնություն չունի, այդ պատվերը միշտ արդի է, այդ պատվերը միշտ պետք է պահենք։ Մի տենց փոքր պատմություն կա այդ պատվերի համար ասեմ, որ Աստծո դուրը շատ էր եկել։ Երեմիայի մարգարության մեջ է գրված 35 գլխում, չեմ կարդալ, ուղղակի պատմեմ։ Երբ որ Աստված Երեմիային ասեց գնա Ռեքաբյանների տուն, նրա որդիներին ասա թող գան տաճար, եւ երբ որ կգան գինի լից ասա թող խմեն։ Աստված մարգարեին ասեց գնա այդ ժողովրդին ասա թող գան տաճար ու գինի լից թող խմեն։ Երեմիան գնաց կանչեց տարավ ներսի սենյակը, գինի լցրեց, ասեց խմեք։ Հրաժարվեցին։ Ասին մեր հայրը Ռեքաբի որդի Հովնադան, այսպես էր իրանց հոր անունը։ Մեզ պատվիրել է, որ գինի ու օղի չխմենք։ Հələ դեռ մի բան էլ ավել, պատվիրել է, որ երբեք քարերով սարքած տների մեջ չապրենք, այլ վրանների մեջ։ Ասել է, որ դուք այս երկրի վրա պանդուխտ եք։
լուրջ հոգևոր մարդ էր Հովնադաբը, մի քանի տեղ իր անունն էլի հանդիպում, որ ուշադիր կարդաք Աստվածաշնչի մեջ, թագավորած գրքերի մեջ է։ Ու հետաքրքիր է, մարգարեն, գիտեն, որ Աստծո մարգարեն, ասում է խմեք, ասում են, չէ, մեր հայրը մեզ պատվիրել է չխմենք։ Ու ինչ ասեց Աստված։ Այդ բանի պատճառով, որ իրանց հոր պատվերը մինչև հիմա պահում են, իրանցից պակաս մարդ երբեք չպետք է իմ առաջ կանգնի։ Այն մեր լեզվով ասած են կներեք, էլի, հայրն բարչի, միշտ համամ լնեք, չէ, սենց ասում։ Այդ տենց պետք է լինեն իրանք։ Միշտ իմ առաջ կանգնող մարդ պետք է պակաս չլինի։ Որովհետև մի բան իրանց հայր իրանց պատվիրել է, ու այդ պատվերը պահում են։ Ու հետո ասում է, բա ինչու իմ ժողովուրդը, որ առավոտ կանու խլնում եմ ու պատվիրում, զանց անում իմ պատվերները։ Ինչի համար։ Աստված այսօր մեզ պատվեր ունի, ժողովուրդ, պատվեր ունի, մի անցեք, մի հատեք, մեղքի հետ մի առնչվեք, մի փոխզիչ բան գնացեք։ Եկեք պահենք այդ պատվերները։ Այդ պատվերները պահելու համար նախ պետք է հստակ հասկանանք, թե Աստված ինչ է ուզում մեզանից, Աստծո խոսքը, էսը։ Այո, ինչքան էլ աշխարհի կողմից ինչ-որ բաներ ընդունված լինի, ինչքան էլ գովելի լինի, եթե դա Աստծո համար պիղծ է, ուրեմն մեր համար էլ պետք է պիղծ լինի։ 10-րդ խոսքի մեջ այստեղ մի խոսք կա, աշխարհը միշտ էլ համոզում է, ժողովուրդ։ Մանավանդ ասենք, որ մի արարողակարգատուն է լինում, լինի քեֆ, հարսանիք, չգիտեմ, միշտ համոզում են, չէ դե, եթե այդպես չանես չի ընդունվի, եթե այդպես չանես շատերը սխալ կընկալեն։ 10-րդ խոսքը կարդամ, տեսեք ինչ է այստեղ ասում։ Թեկուզ այն ներքնապետի առջև Դանիելը շնորհք էր գտել, բայց ներքնապետը ինչ ասում, ասում է, ես վախենում եմ իմ թագավոր տիրոջից, որ ձեր ուտելիքն ու խմելիքը ինքը սահմանեց, որովհետև ինչի համար նա ձեր երեսները ավելի տկար տեսնի, քան թե ձեր հասակակից եղող մյուս եղածների երեսները։ Հասարակ խոսք է, շատ բան չի, ասում ես վախենում եմ թագավորից, որ դուք այդ իրա տված ուտելիքները չուտեք, հետո նիհարեք, չգիտեմ, մի քիչ ուրիշ տեսք ունենաք, կարող է դրա համար խոսակցություն գա։ Այսօր ինչքան է մեզ աշխարհը նման փոխզիջումներ առաջարկում։ Բայց ուրախ եմ Դանիելի հաստատակամության համար, որ որոշել էր իրան չփխծի, ինչ ձև ուզում է երևա։ Ասես դու փորձի, ոչինչ։ Մեզի այդ կերակուրները մի տուր, սովորական ուրիշ կերակուրներ տուր։ Մի 10 օր փորձի, հետո կտեսնես։ Եվ 10 օր հետո ասում են նրանք ավելի փարթամ, ավելի գեղեցկադեմ էին, ավելի պարարտ, քան թե մնացածը։ Այսպիսին պետք է լինի մարդ։ Եթե քո սրտի մեջ դու որոշել ես, որ երբեք քեզ չպետք է պղծես ինչ-որ մեղքերով, միշտ հաստատ պահի դա։ Մի թող, որ ինչ-որ մեկն էլ կարողանա քեզ համոզի, գիտես, դա նորմալ է, էլի, դες, սա անում են, ինչ կա դրա մեջ։ Այդպես է միշտ լինում, երբ որ սկսում են համոզել քեզ, որ փոխզիջման գնաս մեղքի հետ, դե լավ, այս անգամ արեցի, լավ, այս անգամ անեմ ու էլ մյուս անգամ չեմ անի։ Բայց հավատացեք, այդ մի անգամ անելով էլ իմ կյանքում եղել է նման բան, այնքան հանդիմանություն եմ ապրել, որ ողբ է եկել իմ մեջ, որ ես խի էդի արեցի, ինչի համար, թող աշխարհը ինձ չընդունի, թող ինձ ասեն, չգիտեմ, էսի խենթա, թարսա, ինչ ձև է մտածում, բայց գիտեմ, որ Աստված է ինձ ընդունում։ Նման բաներ Տիրոջ դուրը գալիս է, ես գիտեմ, ինչքան էլ ուզում է ամբողջ աշխարհը դեմ լինի, դի կանգնենք Աստծո խոսքի կողքը, Աստծո խոսքը մեր մեջ, ամեն։ Մանավանդ, որ հիշում եմ մի անգամ մեր բարեկամներից մեկի հարսանիքներ հոգևոր էին, հարսանիքն չէր, տրնդեզներ։ Ամբողջ հարևանները ու բարեկամներն հավաքվել են, համոզում են, որ պետք է կրակ վառեք, թռնեք, թե չէ, չգիտեմ, ինչ կլինի, ինչ, ես չգիտեմ, ինչի անպատվաբերության համար են անում, ինչի համար են անում, մի կռապաշտ պիղծ հեթանոսական սովորություն։ Աստծո վրա փոխանակ հույսը դնեն, հույսը դնում են կրակի Աստծո վրա։ Ու համոզում են, որ դա նորմալ բան է, դա սա ժողովուրդը մեր ազգն անում, եկեղեցին է դա օրհնում։ Ինչքան էլ ուզում անեն, ինչքան էլ ուզում օրհնեն, մեզ պետք է հեռու պահենք նման բաներից։ Աստված հենց նման իրավիճակների համար, այս օրերի համար, այդ պիղծ երևույթներին խոսք ունի, ասում է,
իմ ժողովուրդ, դուրս եկեք դրանց միջից եւ մի խառնվեք դրանց պղծություններին։ Դուրս եկեք, մի խառնվեք, որովհետեւ խառնվելով մենք լավ բանի չենք անգի։ Աստված անօրենությունների պատճառով արդեն մի անգամ մարդկությանը վերացրեց երկրի վրայից ջրհեղեղով։ Միայն Նոյի ընտանիքը փրկվեց, գիտենք, 8 հոգի։ Երկիրը հələ այդ ժամանակ, որ հասել էր այդ աշճանի պղծության, որ Նոյի հավատքը, առաքինությունն ու արդարությունն արդեն ծաղրվում էր, անհեթեթություն էր դարել մարդկանց համար, Աստված որոշեց, որ վերացնի այդ պիղծ սերունդը։ Դրանից դարեր հետո Սոդոմն ու Գոմորը, գիտեք, մի քանի քաղաք էլ հետը, մի օրվա մեջ մոխրացան, վերացան, որտեվ պղծությունն այն աշճանի էր հասել, որ արդեն, չգիտեմ, մի պիկի էր հասել, որ էլ Աստված որոշեց այդ նրանց վերացնի, կենդանիներով, անասուններով, բոլոր տներով, մոխրակույտի վերացվեց այդ քաղաքները։ Բայց այսօր մեր օրերում Հիսուսը մի խոսք կա, որ ասում է Սոդոմին ու Գոմորին ավելի հեշտ կլինի դատաստանի օրը, քան թե այս քաղաքին, հələ դրանից 2000 տարի անցել է։ Սոդոմի ու Գոմորի մարդիկ, եթե հիմա կենդանի լինեին, երևի համոթից մեռնեին, թե ինչ է կատարվում այսօր երկրագնդում։ Որովհետև այս աշճանի պղծություն, ես չգիտեմ, ու տարեց տարի այդ պղծությունը մտնում է մարդկանց արյան մեջ, դա դառնում է կյանքի ապրելակերպ։ Ու դրա համար է դարձել նորմալ, ասենք, որ ժամանակի ընթացքում է, գիտեք, չէ, մարդուն եթե փոքր քանակությամբ ամեն օր թույն ներարկեն, իր օրգանիզմը ադապտացվում է դրան։ Եթե օրինակ մի օր 10 գրամ միանգամից ներարկեն, կմահանա, բայց որ մի փոքր միլիլիտրելով ներարկում են, մարդու օրգանիզմը սովորում է դրան։ Ու այսօր սա դառը մարդկությունը։ Ասենք 100 տարի առաջվա մահացած մի հատ մարդ, որ արթնանար, նորից կմահանար, հաստատ։ Չէր դիմանա, էլի չէր ապրի։ Բայց որ մարդ այս 100 տարվա ընթացքում է թույնը փոքր տարիների ընթացքում սրսկվել է մարդու մեջ, արյան մեջ, գենի մեջ։ Գիտեք, չէ, տարիներ անցնում է մարդու գենետիկայի մեջ մի հատ հսկայական փոփոխություններ է կատարվում, մեղքի պատճառով, հենց գենետիկայի մեջ։ Ու այդ թույնն է փոքր քանակություն։ Մարդը համակերպվում է դրան, դառնում է իր կյանքի ապրելակերպը։ Բայց դա չպետք է մենք մերվենք դրա հետ։ Հələ դեռ փառք Աստծո ինչ-որ չափ Հայաստանի համար, փառք Աստծո։ Ես Եվրոպա, Ամերիկայում չեմ եղել, Ռուսաստանում եմ եղել։ Ռուսաստանում սրանից 50-պատիկ ավելի վատ է։ Եվրոպայում ու Ամերիկայում շատ ավելի վատ է։ Ես մի անգամ մի տենց հոդված կարդացի, Գերմանիայում մի մանկապարտեզի դաստիարակչուհու կնոջ, մի երեխայի ծնողներ էլի դատի էին տվել։ Պատճառն ինչն է, որ այդ երեխային ասել է տղա ջան, այդ դրամը։ Ոնց թե դու նրան ասես տղա ջան, դե տղա է ասել։ Չէ, ասում է ինքը պետք է մեծանա, հետո որոշի ինքը տղա է թե աղջիկը։ Դու ոնց ես իրան ապակողնորոշում։ Ու դրա համար դատի էին տվել ու շահել։ Այդ կնոջը տարի 6 ամիս ազատազրկում էր սպառում։ Տղային ասել է տղա ջան։ Դե այսօր էդ է։ Պղծությունը այդ աշճանի է հասել։ Նորմալ է դա մարդկանց համար, բայց մեր համար չպետք է նորմալ լինի։ Երբեք մենք չպետք է համակերպվենք մեղքի հետ։ Ղովտի մասին որ գրած է, որ Սոդոմում ապրում էր, ասում է նրա հոգին տառապում էր, տեսնելով այդ անարդարությունները։ Դրա համար Աստված նրան էլ ողորմած։ Չնայած գիտենք, եթե կարդաք նրա աղջիկները արդեն սովորել էին այդ պղծությունները, բայց ինքը արդար մարդ լինելով իր հոգին չէր հանդուրժում այդ մեղքերը։ Աստված դրա համար ողորմություն արեց իրան հանել տվեց։ Նմանապես մենք չպետք է այսօր հանդուրժենք այդ մեղքը։ Թույլ չտանք, որ մտնի մեր կյանք, մեր ընտանիք, մեր երեխեքի կյանք, եկեղեցի, չպետք է։ Մենք պետք է այդ արմատը ճանաչենք ու կտրենք։ Դե իհարկե այդ ամեն բան ըստ Աստծո խոսքի է երևում։ Աստծո խոսքն է, որ լուսավորում է մեղքը։ Աստծո խոսքի մեջ տենց էլ գրած է, քանի դեռ օրենքը չկար, մեղքն էլ մեղք չէր համարվում։ Եթե օրենք չկա, այդ մեղքը ոնց մեղք համարվի։ Բայց սոր փառք Տիրոջը, որ մենք ունենք Աստծո խոսքը եւ նաեւ հոգին, որ մեր միջից մեզ հասկացնում է։ Եվ այս օրերի մասին էլ է գրված, ասում է
Սուրբը թողել ավելի սրբի, անիրավը թողել ավելի անիրավ դառնա։ Եվ մենք քրիստոնյաներս, հավատացյալներս լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած, շատ լուրջ։ Ամեն օր ընտրություն ունենք անելու, ամեն օր։ Չկա մեկը, որ ասի իմ կյանքում մի շաբաթ մեղքի պաուզա եղել, իմ վրա վարձակում չի եղել, գայթակղություն չի եղել, ես ընտրության առաջ չեմ կանգնել, այդ ուրեմն մի շաբաթ կոմայի մեջ ա եղել։ Մարդը քանի ես երկրի ապրում ա միշտ մարտահրավերի ընտրության առաջ ա կանգնած, հոգևոր է հենց, հոգևոր եկնեմ ես, աշխարհի ժողովրդի հետ չեմ։ Հասարակ որ մեր աչքերը, մեր միտքը, մեր վարվելակերպը, մեր խոսքերը, մեր բառերը պետք է սուրբ լինի, որովհետև դա Աստծո դրած չափանիշն է, մենք դրանից չենք կարող պակասենք, եւ մեր որոշումից ու հաստատակամությունից է կախված, թե մենք վաղը որտեղ կլինենք։ Մեկ ցավ եմ ապրում, որ տեսնում եմ հոգևորները մի այնպիսի կոմենտարի են գրել, հոգևորին ոչ վայել կամ էլ մի թեմայի տակ է գրած, որ հոգևորը ընդհանրապես չպետք է թեմայի մեջ խառնվի։ Եթե մեր մեջ ինչ-որ հանգամանքների պատճառով, ինչ-որ իրավիճակների պատճառով միտք էլ գա, որ պետքա գնանք փոխզիջման, թե չկարողա լավ հետևանք չունենա կամ քեզ ճիշտ չընկալեն, չընդունես երբեք այդ միտքը, չընդունես, վանիր, այդ ձայները մի ընդունիր, լսիր, թե ինչ ասում Աստված, լսի, թե ինչ ասում Աստծո խոսքը, ինչպես Դանիելը չլսեց։ Եվ երրորդ գլխում էլ մի պատմություն կարելի չկարդամ, Դանիելի երրորդ գլխում, սա շատ հայտնի տեղ է, հայտնի պատմություն է Դանիելի 3 ընկերների մասին, Սեդրակը, Միսաքը եւ Աբեդնյակովը, որ Նաբուգոդոնոսոր թագավորը մի ոսկուց հսկա արձան ձուլել տվեց, 27-28 մետր մոտավորապես բարձրությունը, եւ շատ հեռվից երևում էր այդ արձանը, որտեղ բնականաբար բարձրարկ շենքեր այն ժամանակ չկար, հարթավայր տարածք էր Ասորեստանը, եւ 27-28 մետր արդեն հսկայական բան է հեռվից տեսնելու համար։ Եվ հրամայել, որ հենց լսեք ջութակի, սրինգի, տավիղի, երաժշտական գործիքների ձայները հենց նվագեն, ընկեք ու երկրպագեք այդ արձանին։ Եվ այս 3 երիտասարդը չենթարկվեցին այդ հրամանին ու թագավորին ասացին, որ չեն անում։ Եվ թագավորը նրանց կանչեց ու ասեց, որ ինչի համար չեք արել, հիմա էլ որ լսեք, գոնե հիմա արեք, թե չէ կրակի հնոց է ձեր համար պատրաստված, կրակն են գցել ողջ, անգամ մահվան սպառնալիքի տակ նրանք չարեցին, որտեղ լավ հասկանում էին, որ դա կռապաշտություն է, ոնց կարելի է կենդանի Աստծուն պաշտող մարդը խոնարհվի մի հատ արձանի ու երկրպագի դրան։ Եվ թեև նրանք նետվեցին կրակի հնոցը, բայց Տերը պահեց նրանց։ Ճիշտ է, պատմության մեջ կարդում ենք Տերը գերբնական հրաշքով պահեց, որ անգամ երբ որ դուրս են եկել, թագավորը զարմացել էր, որ մազերը, ունքերը ոչ մի բան խանձված չի։ Այն ձևի կրակի մեջ, որ իրանցը կրակի մեջ նետողները մահացան, վառվեցին։ Այդտենց թեժ կրակի մեջ գցվեցին, բայց Տերը պահեց։ Եվ այս մարդիկ հաստատական մնացել էին այն համոզմունքին, որ միայն Տերն արժանի երկրպագության։ Ոնց կարելի է ինչ-որ արձանին ծնկել եւ երկրպագություն անել։ Եվ դա պատճառ եղավ, որ համ իրենք իրենց անուն ու հեղինակություն վաստակեցին, եւ որ ամենակարևորն է Աստծո անունը բարձրացավ եւ փառավորվեց, որտեղ թագավորն ասաց չկա Աստված բացի Սեդրակի, Միսաքի, Աբեդնյակովի Աստծոց։ Իսկ ինչ եք կարծում, մեր կյանքում չկա տենց արձաններ։ Դե հասկանալի է, 30 մետրանոց, 28 մետրանոց արձաններ չկա երևացող, բայց ինչքան տենց արձաններ կարա լինի մեր կյանքում։ Եվ իդեպ ասեմ, ստիպմամբ չենք երկրպագում դրանց, մեր հոժար կամքով։ Ու դեռ երբ որ ինչ-որ մեկն էլ կողքից ասում է, զգուշացնում է, դեռ մի բան էլ արդարացնում ենք մեր արածները։ Սա լավ վիճակ չի, լավ բան չի, բայց որ քննենք, կհայտնաբերենք մեր կյանքում նման բաներ։ Մենք պետք է մեզ անընդհատ քննենք, թե արդյոք կա մի բան, որ մեր կյանքում ավելի մեծ տեղ է զբաղեցնում, քան Աստված։ Մենք պետք է ամեն օր ինքնակննության ենթարկվենք։ Եվ նաև
գրածը, որ ասում է, եթե դու ինքդ քեզ դատես, այնտեղ չես դատապարտվի։ Լավ է դու ստեղ հայտնաբերես, քեզ դատես, որ հետո դատապարտության տակ չընկնես, որովհետև այնտեղ այդ դատապարտությունը սարսափելի բան է։ Ստեղ հնարավորություն կա դրանից ազատվելու։ Ստեղ հնարավորություն կա այն դատաստանից խույս տալու։ Բաներ կան մեր կյանքում, որ կարողանում են մեզ հեշտ Աստծուց կտրել։ Մեր հոգևոր աճին ու ընթացքին խանգարում են։ Նաև ինչ եք կարծում, որ այսօր մեր մեջ շատ բաներ չի գործում, պատճառն ի՞նչն է։ Շատ բաներ կա, որ միշտ հարց եմ տալիս Տիրոջը։ Առաջի դարում աշակերտների հետ անգամ Պետրոսը ասում էր իր շողքը ընկնում էր հիվանդի վրա, հիվանդը բժշկվում էր։ Լավ այսօր ի՞նչն է, որ եկեղեցին այդ զորությունը, այդ ուժը չունի։ Այդ շատ նման բաներն է, որ փոխզիջման արդյունքով մտցրել ենք մեր կյանքեր ու դարձրել ենք սովորական բան, բայց հավատում եմ, երբ որ մենք հայտնաբերենք, կտրենք այդ արմատը, Տերը երևացող կերպով կգործի բոլորիս կյանքում էլ, եկեղեցում էլ։ Շատ զորությունների ու հրաշքների պակասը դրա պատճառն է։ Երեմիայի 15-րդ գլխի 19 համարն եմ ուզում կարդամ։ Երեմիա 15-19 Սրա համար Տերը այսպես է ասում. Եթե դառնաս, ես քեզ պիտի վերականգնեմ ու իմ առջև պիտի կանգնես։ Եթե պատվականը անարգից զատես, իմ բերանի պես պիտի լինես։ Այո, պատկերացրեք, մենք կարանք մեր սխալ ընտրությամբ խոչընդոտ հանդիսանանք, որ Տերը մեր միջոցով չգործի։ Եթե պատվականը անարգից զատես, խոսքն է ասում, Տերն է ասում, իմ բերանը կլինես։ Իսկ սա ի՞նչ է նշանակում։ Մի բան պիտի անես, որը որ ես պիտի անեմ քո միջոցով։ Տերը իմ միջոցով պիտի կգործի, երբ որ ես պատվական անարգից տարբերեմ։ Զատել ոչ թե մենակ տարբերել, այլ զատել, հեռացնել, կտրել։ Շատ է լինում էլի, որ մեր առօրյայում էլ այդպիսի ընտրության առաջ ենք։ Եղել է, միգուցե շատերիս կյանքում եղած կլինի, իմ կյանքում եղել է մի քանի դեպք, որ ինձ բռնացրել եմ, հանդիմանվել եմ, ընտրության առաջ ես էլի, հեռուստացույց նայես, թե ասենք աղոթես, ու մեկ էլ հաղթում է հեռուստացույցը։ Սուրբ գիրք կարդաս, թե մի քիչ հեռախոսով փորփրես, մեկ էլ հաղթում է հեռախոսը։ Այս այդ արձաններն են մեր մեջ, որ կարողանում մեզ հաղթի, ու մենք կամովին ընդունում ենք դա, անում ենք դա։ Կամ հավաքույթի գնաս, թե հոգնած ես գործից ուշ ես եկե երեք մի քիչ հանգստանաս, կամ հյուր պիտի գա, կամ տունը մի քիչ գործանեմ ու հաղթում է այդ։ Կամ մի հիվանդի պիտի այցելություն անես, թե գնաս մի զվարճանքի տեղ ու հաղթում է նա, մարմինը միշտ հաղթում է։ Ինչի համար, որտեղ մենք շատ ենք սնուցում մարմինը, ու այդ բաներով, մեր աչքերով, իմի դե աչքերով ավելի շատ։ Մենք պիտի մեր աչքերը սուրբ պահենք, Տիրոջ համար պահենք, Աստծո խոսքի համար պահենք, որտեղ մեկ է, ինչքան էլ լինի, թերթում ես, մեկ էլ մի պիղծ բան է հայտնվում էկրանին, հնարավոր չի դրանից հեռու մնաս։ Պետք է ամեն ինչի մեջ մեր չափը ճանաչենք, մեր սահմանները ճանաչենք։ Երբեմն լինում է նաև ճանաչում ենք, բայց ծուլանում ենք, չենք ուզում անենք, դա էլ է լինում, ու մենք պարտվում ենք։ Բայց գիտեք, Աստծո խոսքից բացի, որ ասի Սուրբ Հոգին հանդիմանում է, մի փոքր էլ դրան կանգնեմ, այո, հոգևոր, երբ որ Աստծո հետ հաղորդակցություն ունենում, հնարավոր չի Սուրբ Հոգին նրան չհանդիմանի նման բաների համար։ Հանդիմանում է։ Բայց եթե շարունակում ենք այդպես անել, մերժում ենք հանդիմանությունը, չենք ուզում լսել Սուրբ Հոգու ձայնը, մի օր այդ ձայնը լռելու է մեր մեջ։ Մի օր էլ չի հանդիմանելու։ Որովհետև Աստված երբեք չի բռնանում։ Աստված ուզում է, որ մենք մեր ընտրությամբ, մեր հոժար կամքով հրաժարվենք դրանից։ Տերը երբեք չի բռնանում մարդու կամքի վրա։ Սուրբ Հոգին շատ մեղմ ձայնով կարա հանդիմանի, կարա ավագի բերանով հանդիմանի, կարա կողքիդ նստած քրոջ ու եղբոր բերանով հանդիմանի, բայց սա չեմ ասում հանդիմանելու համար։
Սա ասում հանդիմանությունը լսելու համար։ Չլինի էլի, որ սրանց տորնենք ասենք Սուրբ Հոգին մի տես դեպք ա եղել մեր միկրոյի քույրիկներից մեկին երկար տարիների հոգևոր մի քույրիկ ուրիշ եկել է ասել է ինչ կլինի հարցս հետաս ասես Աստված ասում է կիսուրի տեր մի բան արա ասել է ես ո՞նց է Աստծո անունից ասել որ Աստծո անունից ասես կարող է վախեն Չէ, բերեք մենք մեր կողքիներին ոչ թե այս խոսքը չեմ ասում, որ մենք հանդիմանենք։ Այս խոսքը ասում եմ, որ մենք ընդունենք հանդիմանությունը։ Որտեղ հանդիմանությունը ընդունելով է, որ մենք բժշկություն կգտնենք։ Եթե չընդունեցինք խրատն ու հանդիմանությունը, մենք վայրի կդառնանք։ Աստծո տան անդամը չենք դառնա երբեք։ Եվ Սուրբ Հոգու ձայնը մեր հոգու մեջից, մեր խղճի միջոցով խոսում է մեր ականջներին։ Բայց եթե շարունակաբար մերժենք, էլ չի խոսի։ Բայց ուզում եմ ձեզ ասել, որ Սուրբ Հոգու հանդիմանությունը մի նպատակ ունի, մի գերագույն նպատակ։ Դա մեր փրկությունն է։ Մեզ այնտեղ հասցնելն է։ Դրա համար է հանդիմանությունը։ Հանդիմանությունը նրա համար չի, որ մատնացույց անի մեղքը ու գնա քո մեղքի մեջ տապակվի։ Սուրբ Հոգու հանդիմանությունը նրա համար է, որ մենք փրկություն գտնենք, որ մենք հասկանանք ու հրաժարվենք դրանից։ Այնպես որ եկեք ընդունենք խրատն ու հանդիմանությունը և հեռու մնանք անմաքուր ու անարգ բաներից երբեք չփորձենք հատել սահմանը որտև սահմանից այն կողմ թշնամի կա ու դա նրա տիրույթն է դա Աստծո տիրույթը չի այնպես չի որ Աստված չի կարող այնտեղ ինչ-որ բանով ազդել բայց այդ տիրույթը նրան է տրված Սահմանից անցնողը միանգամից հայտնվում է գերի կարգավիճակում։ Եվ չեմ ուզում ներկայացնեմ ինչ է նշանակում, բոլորս էլ քաշ ծանոթ ենք ինչ է նշանակում լինել գերի։ Ինչքան էլ մեզ թվա, եթե մենք այնտեղ ենք, հիմա աշխարհի մարդիկ ոնց են, միտեղ ավետար Աստծո խոսք ենք խոսում, քիչ թե շատ տեղյակ էր Աստծո խոսքին, ասեց հիմա որ հոգևոր չեմ Ուրեմն սատանայի ազդեցության տակ եմ, դե ասում, հա, քանի որ արդեն էդի գիտես, հա, տենց է, մեղմելու բան չկա։ Ես ոնց ուզեմ, մնենց կանեմ, ասում, սատանան ոնց կար ազդի իմ վրա։ Մի քիչ որ մեղմ ասեցի, բայց ասի հիմա էլ, որ դու այդ խոսում ես, էդի քո խոսքերը չի։ Սատանան կարա մարդուն խաբի, մարդուն կարող է թվա, թե ինքը ինչ ուզում է այդ անում, բայց սատանան ինչ ուզում է ինքը այդ անում, սատանայի տիրույթում։ Ինքը գերի է։ Իսկ գերին ազատ կամք չունի, գերին ղեկավարում են, գերին հրահրում են, գերին ասում են այս արա անում, այն արան ուզում ասեմ, երբ որ սահման անցնենք, մենք գերի կարգավիճակում ենք հայտնվել։ Երբեք չպետք է փորձենք հանկարծ այդ սահմանը անցնենք, պետք է արթուն զգոն լինենք, որտև սատանան սահմանի բերանին կանգնած սպասում է, սենց պատկերացնենք։ Փորձի մատդ էլ անցկացրել այդ սահմանից դուրս բռնելու է ու քաշ։ Փորձի, բայց մի փորձի։ Եվ մենք պետք է Աստծո խոսքով դեմ դնենք ամեն բանի, ժողովուրդ։ Սկզբից էլ ասի, մեր սահմանը սա է, Աստծո խոսքն է։ Չպետք է երբեք փորձենք սահմանը անցնել։ Աստծո խոսքի մեջ առակացի մեջ կամ ժողովուրդը չեմ հիշում, ասում է Սահմանը քանդողին օձը կգծի։ Սահմանը քանդողին օձը կգծի, եւ սա հոգեվոր իմաստ ունի, թեկուզ նաեւ մարմնավոր իմաստ է, դե չեմ ուզում մարմնավոր վրա խորանալ։ Բայց հոգեվոր իմաստ ունի, շատ լուրջ։ Երբ որ փորձես այդ սահմանը քանդես, այդ օձը կծելու է, սատանան, խայթելու է։ Եվ խոսքս վերջացնելուց առաջ մի լավ խոսք է, Սաղմոս 119, կարդամ ու կանգնենք աղոթքի։ Ասում է, քո խոսքերը պահեցի իմ սրտում, որպեսզի քո դեմ չմեղանչեմ։ Աստծո խոսքն է այդ տեղը։ Քո խոսքերը, այս խոսքերը իմ սրտում պահելով, մեր սրտում պահելով, դրանով մենք միայն կարանք չմեղանչենք Աստծո դեմ։ Այս խոսքերն է, որ մեզի կարող է մեղքից հեռու պահել։ Ամեն։ Տերն օրհնի ձեզ։ Թող միշտ այդ գիտակցությունն ունենաք, որ մեղքի հետ խաղ անել չի կարելի։
մեղքը միշտ վատ հետևանք ունի։ Մեկը մեղքից հետո որ վերականգնվես էլ ինչ որ մի դառը հետևանք մնալու է։ Դավիթի կյանքում այդպես եղավ։ Երբ որ ինքը ընկավ, Տերը իրան ներեց իր զղջումի համար, բայց ասեց, քանի որ դու իմ թշնամիներին հայել տվիր, քո տնից սուրը երբեք չպիտի պակասի։ Ինչա կարծում եք մեր ամեն մեղք գործելով սատանան հեռու է պահում իրան Աստծուն հայելուց։ Իհարկե ոչ։ Ամեն անգամ երբ որ հոգևորը մեղք անում, սատանան Աստծուն երեսով է տալի։ Որ էսա, տեսար։ Երբեք թույլ չտանք սատանան բերանը բացի մեր պատճառով Աստծո դեմ ու հայություն ամեն։ Ամեն։ Կանգնենք աղոթքի։ Հայր մեր երկնային, օրհնում ենք քո սուրբ ու պատվական անունը։ Մեզ սիրող հայր, նախ Տեր ներողություն ենք խնդրում մեր գործած բոլոր մեղքերի ու սխալների համար Տեր, որ գործել ենք քո առաջ Տեր իմ Աստված, քո խոսքի դեմ ենք շարժվել, քո խոսքի դեմ ենք գործել Տեր, խնդրում եմ ներիր մեզ մեր մեղքերի համար, հայր մեր, խնդրում եմ քո որդու արյունով մաքրիր, լվա մեզ Տեր, խնդրում եմ Տեր ուժ ու զորություն տուր Տեր իմ Աստված, դիմակայելու Տեր, այո Տեր, թող քո խոսքերը պահենք մեր սրտում, որպեսզի չմեղանչենք քո դեմ Տեր, խնդրում ենք Տեր, զորացրա մեզ քեզանով, քո զորության կարողությունով զորացրա մեզ Տեր, թող քո խոսքը ապրի մեր մեջ, կյանք դառնա մեր մեջ, որ մենք կարողանանք դիմակայենք սատանայի կրակոտ նետերին, խնդրում եմ Տեր, զորացրա մեզ ամեն ժամանակ, մեր միտքը բաց պահիր, արթուն պահիր Տեր, օգնիր, որ երբեք փող զիջման չգնանք մեղքի հետ Տեր, թող մեղքը բուն չդնի մեր մեջ Տեր Աստված, խնդրում ենք քո սուրբ հոգու օգնությամբ հանդիմանիր մեզ, շտկիր, խրատիր մեզ, խնդրում ենք Տեր, մենք ամեն օր, ամեն ժամ կարիք ունենք քո խրատի, որտեղ դու մեր հայրն ես եւ մենք չենք ուզում առանց մեր հոր խրատի մեծանալ Տեր, խնդրում ենք Տեր Աստված, խառնվիր մեր կյանքերին, խնդրում ենք Տեր, հեռու պահիր, թող այդ սահմանները հստակ լինի մեր առաջ Տեր իմ Աստված, թող երբեք անգամ մահվան սպառնալիքով չանցնենք այդ սահմանը, խնդրում եմ Տեր, մեզ բավականաչափ գիտակցություն տուր մեղքի դեմ պատերազմելու համար Տեր Աստված, խնդրում եմ թող երբեք ու երբեք չծուլանանք, չթուլանանք, չընկնենք Տեր Աստված, սատանայի գիրկը, սատանայի ձեռքը, մենք չենք ուզում գերի լինենք, քանի որ դու մեզ ազատ ես արել, քո որդու Հիսուս Քրիստոսի արյունով Տեր, շնորհակալ ենք Տեր Աստված, օրհնելով օրհնում ես ժողովրդին էլ Տեր, քո որդու անունով Տեր, թող օրհնված ու զորավոր ընթացք ունենան քո առաջին Տեր, թող իրանց կյանքի ամեն մի քայլը հաճելի լինի քեզ Տեր Աստված, թող շատերի փրկության պատճառը լինեն Տեր, թող ամեն մեկն էլ քո բերանը դառնա, քո գործիքը դառնա Տեր Աստված, այս թաղամասի մեջ ու այս քաղաքի մեջ Տեր, օրհնյալ Աստված մեր Տեր, օրհնի իրանց ընթացքը Տեր, որ ապահով լինեն, ապահով քայլեն մինչև տուն, որ հավատարիմ մնան քեզ մինչև իրանց կյանքի վերջի շունչը, մինչև այն պահը, որ կհանդիպեն քեզ Տեր, շնորհակալ ենք Տեր, թող ամեն մեկս էլ Տեր, քո բերանից լսի այդ խոսքերը, որ ասես, ապրես բարի ու հավատարիմ ծառա, շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք քո սթափեցնող խոսքի համար, օրհնյալ ես, փառավոր ես ու սուրբ, շնորհակալ ենք Տեր, թող ամեն ժամանակ փառավորվի քո սուրբ ու մեծ անունը, Հավիտյանս հավիտենից, ամեն